Թամարա Յայլոյանի ասուլիսում հնչած տեղեկությունները իմ կողմից, որը տպագրվել էր Կալա TV կայքեջում, ուղարկվել են ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժին, նաև հանձնարարություն է տրվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին, հրավիրել փաստաբանին ոստիկանության բաժին եւ կատարվածի մասին ընդունել գրավոր հաղորդում նախազգուշացնելով սուտ մատնության մասին։ Ապրիլի 23-ին հնչած գրագործների հարցով ինչ նորություններ կան։ Նախաքննությունը իր ընթացակարգով գնում է, իսկ թե էլի մարդիկ կձերբակալվեն կամ չեն ձերբակալվի, ես նախկինում իմ հարցազրույցների ընթացքում ասել եմ, այն անձինք, ովքեր ինչ-որ կերպ ապօրինի կերպով առնչվել են տվյալ հանցագործությանը, ենթարկվելու են քրեական պատասխանատվության։ Մարզի տարածքում շարունակվում եւ ավելի ակտիվացել են կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման գործընթացը։ Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական պետական ինստիտուտի նախադպրոցական եւ տարրական կրթության ամբիոնի վարիչ Լիզա Հակոբյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելով դրական գնահատականներ են նշանակվել փաստացի դասերին, քննությանը եւ ստուգարկներին չհաճախող ուսանողուն։ Հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300 հոդվածի առաջին մասով կատարում է նախաքննություն։ Նաեւ քրեական գործ ունենք հարուցված Սիզավետի միջնակարգ դպրոցի տնօրենի եւ Աշոտսկի միջնակարգ դպրոցի տնօրենների նկատմամբ, որոնք իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելով աշխատանքի են ձևակերպել մեկը իր եղբորը, մյուսը տվյալ դպրոցի հաշվապահի ամուսնուն։ Ունենք նաև կաշառակերության դեպք սոցիալական ոլորտում, երբ նպաստառուներից տարվա 2 ամսվա նպաստները շորթվում են սոցիալական ծառայության անեի կենտրոնում, հենց կաշառք ստանալու պահին աշխատասենյակում ձերբակալվել է նույն կենտրոնի մասնագետ Կարինե Ժաժոյանը, հարուցվել է քրեական գործ եւ շատ արդյունավետ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կարինե Ժաժոյանը կաշառք ստացել է նույն կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննեսյանի հետ նախնական համաձայնությամբ եւ գումարը ստանալուց հետո պիտի դրա մեծ մասը փոխանցեր նրան։ Նաև աշխատել եք այստեղ առաջվանաձորում, եթե համատեք մարզերը մինչև այս պահը Շիրակի մարզում դեռ կար ժամանակի, բայց հասցրած կնեկություն ասել, որ մարզն է ավելի կոռումպացված։ Ուրեմն իմ լորիում աշխատած որպես մարզի դատախազ 6 տարիների ընթացքում միշտ Լոռու մարզը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ցուցանիշներով եղել է առաջինը հանրապետությունում, ես երբևիցե այդ տվյալ հարցեր ինչ շատ են տվել հակված չեմ եղել այն մտքին, որ Լոռին ամենակոռումպացվածն է։ Ուղղակի բացահայտման եւ կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքները կատարվել են շատ ակտիվ։ Նույն աշխատանքները արդեն շարունակվում եւ ակտիվացել են նաեւ Շիրակի մարզում։